Մենք տասնյակ տարիներ նստել ենք, քողարկել, անգամ մեզ դրել ենք չիմացողի, ապուշի տեղ ենք դրել։ Միթե մենք չգիտենք ինչ էր տիրում եկեղեցում, ով չգիտեր։ Ամեն մի տեսակի այլասերվածություն, անբարոյականություն, որը չափ ու սահմանը անցել է։ Հիմա նոր որոշ բաներ դուրս է սպրդում, նայում են, իբր զարմանում են, այդ ամեն ինչը բոլորս գիտեինք։ Ուղղակի լռել ենք։ Եվ նրանք, ովքեր որ չեն լռում, ինչ դուրս է գալիս եկեղեցու դեմ են պայքարում, իմ կարծիքով նրանք պայքարում են, եւ նաեւ մենք, եթե պայքարում ենք, եկեղեցին մաքուր պահելու։ Այո, կարող է պայքարես որոշ առաջնորդների, որոնք անգամ ես օրինակ շատերը կան ինձ համար դա սրբազան անվանելն է սրբապղծություն։ Ոնց կարելի է սրբազան անվանել ինչ որ մեկի, ես խնդրում եմ նորից անուններ չտալ, բոլորը հասկանում են ամեն ինչ, պետք է անպայման թիրախավորել եւ անուններ տալ։ Երևույթն է կարևորը։ Ես օրինակ ապշում եմ, որ կարելի ասել սրբազան մեկին, ով կոչ է անում ռազմական հեղաշրջում անելու։ Եվ ում է կոչ անում նախկին նախագահներին, որ ինձ ու նստածներին ձեզ կոչ չի անելու։